Հոմեոպաթիկ պրեպարատները սուր հիվանդությունների դեպքում շատ արագ են աշխատում և արդյունավետ, և նաև այսօր կա մեծ խնդիր, ժամանակակից բժշկության առաջ խնդիր է կայացած սուր հիվանդությունների հետ կապված, եթե քրոնիկ հիվանդությունները ալոպաթիկ, այսինքն ժամանակակից բժշկությունը չի կարողանում բժշկել, ապա սուր հիվանդությունները ճնշում է, այսինքն սուր հիվանդությունների ախտանիշներն է ճնշում, դրանով առաջացնում նոր խնդիրներ։ Օրինակ, ջերմիչեցնողները, պարացետամոլ և նմանատիպ այլ պրեպարատներ, որոնք ջերմությունը իջեցնում են լյարդի հաշվին և իմունային համակարգը անջատելով, անալգինը և այդպիսի շատ պրեպարատներ նաև անջատում են, որոշ պրեպարատներ նույնիսկ անջատում են ռեցեպտորները իմունային համակարգի բջիջների, որպեսզի իմունային պատասխան չլինի։ Ահա ճակերտների մեջ ժամանակակից բուժման մեթոդը սուր հիվանդությունների դեպքում։ Եվ երբ որ չի ստացվում, արդեն դիմում են հակաբիոտիկների, որոնք էլ առաջացնում են նոր խրոնիկ հիվանդություն, ընդհուպ ինֆեկցիան վերածելով խրոնիկի։ Ջերմությունը ես չեմ ասում, որ միանշանակ այդ ամենը միշտ ավելորդություն է, որովհետև լինում են դեպքեր, երբ ջերմությունը համառորեն 40-ից վերև է բարձրանում, մեկ անգամ կարելի է իջեցնել մինչև հիվանդությունը գտնելու։ Այսինքն սուր հիվանդությունը որտեղ է կոկորդում, բորբոքվում է երիկամներում, թոքերում, բրոնխներում և շատ սխալ է բուժել միանման պրեպարատներով, այսինքն հակավիրուսային կամ հակաբիոտիկ, որովհետև ամեն բորբոքում, ամեն օրգան, նույնիսկ թոքերում ու բրոնխներում տարբեր ձևով են բուժում։ Անհնար է թոքերի բուժող պրեպարատով կամ թոքերի ֆունկցիաները կարգավորող պրեպարատով լիարժեք բժշկել բրոնխները։ Եվ այդպես շարունակ, նույնիսկ երիկամները աջ և ձախ, դա էլ է կարևոր բուժման ժամանակ։ Եվ այսպես շարունակ։ Եվ նույնը վերաբերվում է լյարդին, թե որ լյարդի որ հատվածն է բորբոքված, դա էլ է կարևոր։ Հիմնականում պրեպարատները ժամանակակից կամ ճնշում են ախտանիշը առանց դուրս հանելու հիվանդությունը, կամ երբ որ արդեն չի ստացվում ճնշել, բորբոքումը բարդացել է, ընդհանուր միկրոֆլորան է փոխվում, քայքայվում հակաբիոտիկներով և այլ այդպիսի օրգանիզմի համար վտանգավոր պրեպարատներով։ Հակաբիոտիկները ծայրահեղ դեպքում կարելի է մեկ կամ երկու անգամ օգտագործել, մինչև երբ որ սխալ բուժումներ է արվել, այսինքն սխալ բժշկի մոտ է ընկել կամ ինքնաբուժությամբ է զբաղվել, հասցել է մահվան, դրան առաջն է կանգնած, այսինքն էլ ելք չկա, մի անգամ ընդունեց հակաբիոտիկները կամ եթե ջերմությունը բարձրացել է 41-42, մի անգամ իջեցրեց ջերմիչեցնող և այնուհետև բժիշկը գտնում է հիվանդությունը և արդեն բժշկում է անվնաս պրեպարատներ։ Բայց այն, որ 38-37-ում ջերմություն են իջեցնում, ոչ մի հմուտ բժիշկ, ընդհանրապես ոչ մի բժիշկ, եթե ինքը բժիշկ է, չի թույլ տա մինչև 40-ը իջեցնել ջերմությունը։ Մինչև 40-ը իջեցնելը ջերմությունը, դա նշանակում է օրգանիզմի համար, իմունային համակարգի համար մահ, և հիվանդությունը վերածվում է կամ խրոնիկի, կամ ավելի է բարդանում, և ջերմությունը հաջորդ անգամ ավելի ագրեսիվ ձևով է գալիս, ընդհուպ կարող է և տենդ լինել, և եթե հաճախակի ջերմիչեցնողներով իջեցնեն 38-37 աստիճանը, ապա լուրջ հիվանդություններ են առաջանալու նույնիսկ այդ ընթացքում, այսինքն սուր հիվանդության ընթացքը կամ չի կանգնելու, կամ եթե կանգնում է, վերածվում է խրոնիկ հիվանդության։ Օրգանիզմը ջերմությունը բարձրացնում է, որպեսզի հաղթի
այսինքն դա իմունային համակարգի պատասխանն է ինֆեկցիաների դեմ։ Իսկ 40-ից վերև արդեն պետք է հմուտ բժիշկ հասկանալու համար, որ դեպքում կարելի է միանգամից իջացնել, որ դեպքում մի քիչ սպասել, բայց մինչև 40-ը ոչ մի բժիշկ, եթե իսկապես կոչումը բժիշկը թույլ չի տա, որպեսզի իջեցնի մինչև 40 աստիճան։ Եվ հակաբիոտիկներն էլ, դա ծայրահեղ դեպքում է, այսինքն հակաբիոտիկները եւ արդեն այլ երկ չկա եւ ոչ մի հմուտ բժիշկ միանգամից հակաբիոտիկ չի նշանակի։ Դա եթե միանգամից է նշանակում, ապա բժիշկ չէ։ Եվ նաեւ նշեմ, որ հոմեոպաթիկ պրեպարատները նաեւ սուր հիվանդությունների դեպքում շատ ավելի արագ են աշխատում։ Լինում են դեպքեր, երբ սուր հիվանդությունները մի օրում, 2 օրում, լինում են դեպքեր նույնիսկ 5 րոպեում են անցնում, նայած ինչ բարդությանը, եւ շատ դեպքեր լինում են նույն թոքաբորբը մարդը տանում է, բայց ոտի վրա, այսինքն այնքան է հոմեոպաթիկ պրեպարատը այնքան արդյունավետ է աշխատում, որ պացիենտը թեթև է տանում հիվանդությունը եւ արագ է ապաքինվում եւ ժամանակակից վիրուսների եւ ընդհանրապես ինֆեկցիոն հիվանդությունների դեմ այսօր այնքան են այդ հիվանդությունները շատացել եւ տեսակներն են շատացել, որ այսօր ալոպաթիկ բժշկությունը հայտնվել է փակուղու մեջ։ Նույնիսկ լինում են բորբոքումներ մասսուական համակարգում, չեն էլ փնտրում, թե որ մասում է, օրինակ վիրուսներից սրտխառնոց է լինում, կամ լուծ եւ այլն, այսինքն պետք է հասկանալ, թե ինֆեկցիան որ օրգանի հետ է աշխատում, որ օրգանում է սկսել աշխատել եւ այդ օրգանի հետ աշխատել, բայց փորձը ցույց է տալիս, այսինքն գործնականում տեսնում եմ, որ էլի ախտանիշը ճնշելու վրա են աշխատում, որը բերում է նոր հիվանդության։ Օրինակ, եթե փսխումներ կան, այսինքն պացիենտը հետ է տալիս, հակափսխումային պրեպարատ ներարկել կամ տալ, դա վտանգավոր է, այսինքն հնարավոր է թունավորում կա։ Ես նկատում եմ ինֆեկցիաների դեպքում։ Հնարավոր է նույն լյարդի հետ խնդիրներ է առաջացել, օրգանիզմը մաքրվում է։ Եվ այլն, այսինքն հակափսխումայինով եղել են դեպքեր, երբ որ պացիենտին ընդհանուր գիտակցություն է կորցրել, որովհետև այդ տոքսիկացիան թունավորումը կամ ինֆեկցիան դուրս չի կարողացել գալ։ Նույնը լուծիները, այսինքն պետք է հասկանալ, դա ինֆեկցիայի հետևանք է, ժամանակավոր բնույթ է, թե երկարատև քրոնիկ, նոր հասկանալ, թե անհրաժեշտ է կոնկրետ ախտանիշը այդ պահին թեթևացնել, թե միանգամից հիվանդությունը դուրս անել։ Եվ հոմեոպաթիկ պրեպարատը նաև սուր հիվանդություններում շատ արդյունավետ է աշխատում եւ ժամանակակից դեղորայքային մեթոդների մեջ սուր հիվանդությունների հետ աշխատելուց հոմեոպաթիան գրեթե արձակից չունի այդ ոլորտներում հիվանդությունը սուր, այսինքն միանգամից ճանաչել է հիվանդությունը եւ դուրս անելու հարցում այստեղ նաեւ հոմեոպաթ բժշկի հմտություններն են կարևոր, ոչ թե միայն պրեպարատը իմանալը, այլ բժիշկը պետք է հասկանա, թե ճիշտ պրեպարատ է տալիս, թե չէ։ Եվ նաեւ նշեմ, որ հոմեոպաթիկ պրեպարատները չեն ճնշում ախտանիշը եւ կողմնակի ազդեցություններ չունեն, կարող են ախտանիշը թուլացնել, բայց եթե դեղը ճիշտ չի տրվում, շատ դեպքերում կամ չի աշխատում, կամ թույլ է աշխատում, այսինքն եթե հմուտ հոմեոպաթը ճիշտ պրեպարատ տվեց, հիվանդությունը շատ արագ է նահանջում, մեծ մասամբ, այդտեղ նաև պետք է օրգանիզմի առանձնահատկություններն են կարևոր, այսինքն տեսնել, վերլուծել։ Հիմնականում հոմեոպաթիկ պրեպարատները սուր հիվանդություններում շատ ավելի արդյունավետ են աշխատում, քան ալոպաթիկ պրեպարատները։ Առողջ եղեք։